Բարև ձեզ, եթերում տեսլականն է։ Ադրբեջանը Իսրայելից կործանիչ հրթիռներ եւ զենք տեղափոխող նոր ինքնաթիռներ է գնում եւ միևնույն ժամանակ կոչ է անում Հայաստանին ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, քանի որ գնդակը Հայաստանի Հանրապետության դաշտում է։ Միթե Հայաստանին անընդունելի պայմաններ առաջադրելով Ալիևը պատերազմ է նախաձեռնում։ Տարածաշրջանը ինչպես կհայտնվի կրակների մեջ։ Իրանի գերագույն առաջնորդը կարգադրել է երկրի զինված ուժերը բերել մարտական բարձր պատրաստության, իսկ Ամերիկան եւ Իսրայելը ոչ միայն խոսում են սպառնալիքի լեզվով, այլև քննարկում են հարձակման թիրախները։ Այս եւ այլ կարևոր հարցերի շուրջ այսօր խոսելու եմ Հայաստանի Շնորհապետական կուսակցության հիմնադիր քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Նա եկել է որպեսզի բացի փակագծերը։ Հենց հիմա ցեղասպանության հոդված է հավաքել Ալիևի իր ուսերին։ Ադրբեջանի Ալիևի կոնկրետ սպառնալիքները Հայաստանի դեմ նոր թափ են առել։ Դե բա ես ինչի մասին եմ։ Հենց դրա մասին, որ եք գնում։ Գնում ենք հերթական էսկալացիային, բայց Ադրբեջանը շոշափում է իր համար պատմական ամենաբարենպաստ պայմանները։ Իսկ կարող են անգամ 3 միլիոնանոց մահապարտների բանակ ոտի հանել, բայց համարձակվելու է Ալիևը։ Իսկ ինչի պետքա չհամարձակվի։ Իրականացնել ցեղասպան բնույթի Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Պատրաստվում են։ Այո, դա նշանակում է մեր ամբողջ խնդրեմը հայի տականքն է։ Միթե Ռուսաստանը չգիտի այդ Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության հեղինակը ով է։ Սա ինչ խաղ է։ Դե պարզ է, չէ՞ որ գիտի։ Մենք այս ամեն ինչից ավելի լավն ենք դուրս գալու։ Ավելի կոփված։ Պլանավորում են ներսից քանդել Իրանը։ Հաջողվելու է նրանց։ Իհարկե։ Յուրաքանչյուրդ իմացեք, որ առանց ձեզ Հայաստանը կփլվի։ Հայաստանը փրկելու ժամանակ կա այսօր։ Բայց ժամանակը ստացել ենք, չէ՞։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ այսօր իմ հյուրն եք։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Համոզված եմ, որ ինչպես անցյալ եթերները, այս անգամ եւս խոսելու եք շատ բարձ, համարձակ, այդպես է։ Սիրով։ Թե ինչ որ մի բան է փոխվել։ Չէ, բնականաբար, եթե մարդը սկզբունքներ ունի, այդ սկզբունքները քաղաքական առումով պետք է պահպանի, եւ ես միշտ եմ փորձել պոլիտկորեկտ գտնվել, անգամ վերլուծաբանի կարգավիճակում, ոչինչ չի փոխվի քաղաքական գործչի կարգավիճակով, որտեղ ես միշտ այդ սուբարդինացիան, խոսքի, մշակույթի եւ քաղաքական եզրերի բնութագրումների առումով փորձել եմ պահել, որքանով դա ստացվել է եւ կշարունակեմ նույն ոգով։ Միանգամից ուզում եմ հարցնել. համացանցում տարատեսակ լուրեր են պտտվում ձեր քաղաքական ուղղվածության վերաբերյալ։ Կարծում եք, որ հիմա ժամանակն է, որպեսզի որոշակի հարցերի պատասխանները տալ։ Բոլոր հարցերին պատրաստ եմ պատասխանել, բայց գիտեք տարօրինակը որն է, որ նոր քաղաքական գործչին եւ նոր քաղաքական ուժը փորձում են կապել հին իրողությունների հետ, հին քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի հետ։ Այստեղ հենց ամենամեծ պարադոքսն է գալիս ընդառաջ, եթե մարդը երբևիցե քաղաքականությամբ չի զբաղվել։ Եվ եթե Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը նոր է ձևավորվում, ինչպես մենք կարող ենք կապ ունենալ նախկինում։ Մեկ հարց տամ, շատ կարճ եւ կոնկրետ պատասխանեք, արդեն անցնենք մեր թեմաներին։ Դուք նախկինների հետ կապված եք։ Ոչ մի ձև։ Շատ բարի։ Անկամ վերլուծական դաշտում, անգամ գիտական բաղադրիչի հանգամանքում կապված չեմ եղել։ Ներկաների հետ վերլուծական առումով ինչ որ բաներ եղել են, օրինակ կոնֆերանսներ են եղել, որ այցելել եմ, ենթադրենք ներքին գործերի նախարարության կազմավորման առումով ինձ հրավիրեցին գիտաժողովի որպես վերլուծաբանի, ես այնտեղ ներկա գտնվեցի եւ իմ մտքերը արտահայտեցի, որպեսզի օժանդակեմ պետական կառույցի կայացմանը։ Նախկինների պարագայում դա էլ չի եղել։ Ներկա իշխանությունների որոշակի տեսակետներին գաղափարակից եք։ Բացարձակապես, որևէ տեսակետ չեմ էլ տեսնում։ Ամփոփելով հասկանանք, ոչ նախկինների հետ եք կապված, ոչ էլ ներկաների հետ։ Շատ բարի։ Անդրադառնանք Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցերին, պարոն Սիմոնյան։ Սյունիքում քանի օր է կրակում են ադրբեջանցիները, պարբերաբար կրակում են, սպառնալիքներ են հնչեցնում, իսկ ամենակարևորը Երևանում ինչ է կատարվում ըստ ձեզ, քաղաքական դաշտում ինչ է կատարվում, իշխանությունների մոտ ինչպիսի զարգացումներ են եւ այս վտանգավոր իրողության մեջ ինչ բարդ եւ այսպես ասած ավելի վտանգավոր դրույթներ եք տեսնում ի վնաս Հայաստանի Հանրապետության անվտանգության։
Պաշտոնական Երևանը իրականությունից կտրված է, որովհետև Ադրբեջանը իր առջև ունի հայկական պետականությունը ոչնչացնելու գերնպատակ եւ այդ գերնպատակին շարունակաբար ընթանում է, որպեսզի կարողանա դա իրագործել։ Հիմա ես անընդհատ մտագրոհներ եմ իրականացնում ինքս ինձ հետ եւ այս ռետորական հարցերը շարունակաբար բարձրացնում եմ։ Եթե այդ պետությունը ցանկանում է իսպառ ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի մասին է խոսքը։ Այո, ապա ինչու պետք է նա միջազգային իրավունքի տեսակետից միջազգային իրավաքաղաքական փաստաթուղթ տա մեզ, որը կարձանագրի Հայաստանի Հանրապետության գոյությունը թեկուզ եւ խայտառակ խաղաղության պայմանագրի տեսքով։ Եթե նա առհասարակ ուզում է, որ Հայաստանը գոյություն չունենա, ինչի պետք է մի հատ միջազգային իրավաքաղաքական դաշտում մի հատ փաստաթուղթ շրջանառի, որտեղ եւ իր ստորագրությունը կա եւ Հայաստանի Հանրապետության։ Անկախ նրանից թե դա ինչ փաստաթուղթ է, ես համարում դա խայտառակ փաստաթուղթ է։ Լավ, այդպես ինչպես է շարունակվելու, պարոն Սիմոնյան, ասում եք, որ դա խայտառակ փաստաթուղթ է, շատ բացեիբաց արդեն պարզ է, հասկացվում է, որ փաստաթուղթը տարիներ շարունակ քննարկվում է, տարաբնույթ ֆորմատները ձեռք բերում, համաձայնագիր է դառնում, համաձայնության թուղթ է դառնում, խաղաղության Խաչմերուկում խաղաղության պայմանագիր է դառնում, օրեր առաջ թե Բաքուն, թե Երևանը հայտարարեցին, որ 100%-ով պատրաստ է, այնինչ կրկին ձգձգվում է ու Ադրբեջանի, Ալիևի կոնկրետ սպառնալիքները Հայաստանի դեմ նոր թափ են առել։ Դե բա ես ինչի մասին եմ։ Հենց դրա մասին, որ եք գնում։ Գնում ենք հերթական էսկալացիային, բայց Ադրբեջանը շոշափում է իր համար պատմական ամենաբարենպաստ պայմանները։ Իսկ պատմական բարենպաստ պայման կարող է լինել աշխարհաքաղաքական համապատասխան իրավիճակը կամ ռեգիոնալ այնպիսի մի կատաստրոֆա, որը հնարավորություն կտա Ադրբեջանին որոշակի գործողություններ իրականացնել ցեղասպան բնույթի Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ հայ ժողովրդի նկատմամբ։ Պատրաստվում են։ Այո, ենթադրենք Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ եթե ագրեսիա տեղի ունենա եւ մեծ մերձավոր արևելյան պատերազմ պայթի, ապա ով գիտի ինչ տեղի կունենա։ Հենց դրանից բխած հարց ունեմ, հենց ինչ որ ձևով Իրան-Ամերիկա հրաձգություն է սկսվում սպառնալիքի լեզվով։ Հրաձգություն չի, պատերազմ է։ Պատերազմ է սառը։ Ոչ, տաք ֆազաներով, ընդ որում դուք տեսեք անցյալ տարի մայիսից այդ լայնածավալ հարձակումը, որ տեղի ունեցավ, փորձեցին շոշափել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանունակության հնարավորությունները, տեխնիկա-տեխնոլոգիական հնարավորությունները եւ պատասխան հարվածի աստիճանը եւ հնարավորությունները։ Իհարկե ես կարծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր զինանոցի ամեն տեսակի հնարավորությունները չի կիրառել անցյալ տարի։ Այնուամենայնիվ սա արևմուտքի համար ազդանշան էր, որ Իրանը առնվազն 3-4 սերունդ հետ է սպառազինության եւ տեխնոլոգիական զարգացման համատեքստում։ Եվ իհարկե ես չեմ կարծում, որ Համասի առաջնորդների նման կկարողանան թիրախային կետային ոչնչացումներ իրականացնել, դա պրոյեկտելով Իրանի Իսլամական Հանրապետության այաթոլլաների ինստիտուտի վրա։ Այնուամենայնիվ պետք է փաստենք, որ Իրանը խոշոր պետություն է, 1.600.000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող, մոտ 70 միլիոն ազգաբնակչությամբ, ցանկության պարագայում կարող են անգամ 3 միլիոնանոց մահապարտների բանակ ոտի հանել, իսկ դա մերձավոր արևելքում լուրջ ուժ է։ Հիմա եթե այս հանգամանքը նկատի ունենալով չեմ կարծում, որ մոտալուտ է այդ ռազմական բախումը, այնուամենայնիվ ամեն ինչ գնում է դրան։ Գուցե եւ 2025 թվականներ կապրենք այսպես, 26-ին կմեկնարկեն, որտեվ 2025 թվականը անցումային տարի է այս առումով, ինչու։ Բոլոր հաշվարկներով Ռուսաստանի Դաշնության տնտեսական պոտենցիալը իր անվտանգային բարձիկներով եւ հնարավորություններով կարող է 2025 թվականը որոշակի փոքր ցնցումներով ընթանալ 2026-ից մեծ ճեղքվածք է լինելու, որտեղ արդեն տարվա սկզբում Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտարարեց մի իրավիճակ, որ ամբողջ քաղաքացիական հանրության, ֆիզիկական անձանց ֆինանսական միջոցները սառեցվում են բանկերում։ Սա ինչ է նշանակում, որ պետությունը էլ չունի շնչառություն, մարդկանց փողերն է սառեցրել։ Ճգնաժամ։ Հիմա ես ինչ եմ կարծում, որ 2025 թվականը գուցե կսպասեն, որ Ռուսաստանի Դաշնությունը
հյուծվի, այսպես ասած, արևելյան Եվրոպայում հնարավորություն չունենա շատ մեծ հնարավորություններով առաջ ընթանալ կամ առավելագույնս պահանջել, որպեսզի մերձավոր արևելյան թնջուկ էլ բացվի։ Չէ, Ռուսաստանը մեծ պետություն է, նախ հաշվի առնենք, եւ նրա հնարավորությունները ահռելի են։ Ռուսաստանի մոտալուտ խնդիրների մասին խոսում են այս վերջերս 1 տարի է, ինչ որ ասում են, որ նասնչառությունը գալիս է սպառման, ընդ որում այնտեղի պետական համասարաններում աշխատող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ելույթները եւ զեկույցները, որ լսեք YouTube-յան ալիքներով, կտեսնեք, որ պրոֆեսորներն են դա փաստում։ Բացի այդ, դարի ամենացածր նավթագազային գներն են սահմանված Սաուդյան Արաբիայի միջոցով, եւ եթե նավթի գները նվազում են, իրենք մուլտիպլիկատիվ էֆեկտով իրենց հետևից քաշում են գազի գների նվազեցում։ Իսկ մենք շատ լավ գիտենք պատմությունից էլ, չէ, որ Խորհրդային Միությունը այդպես բերեցին տնտեսական կոլապսի, որից հետո արդեն ստիպված եղան 1988 թվականին Սառը պատերազմը ավարտել ի օգուտ արևմուտքի։ Բուշ ավագ եւ Գորբաչով հանդիպումը ես նկատի ունեմ, որով եւ Բեռլինի պատը փլուզվեց։ Հիմա նույնը այս իրավիճակն է, հիմա տեսնենք, եթե Ռուսաստանի Դաշնությանը ավելի քամելու քաղաքականություն են իրականացնում, մերթ խաղալով, որպեսզի զգուշավորություն եւ վերահսկելիություն ապահովեն, Թրամփի քաղաքականությունը գուցե դրանով է պայմանավորված, ապա տրամաբանական կլինի 25 թվականը սպասելը այնուհետև նոր 26 թվականին անդրադառնալ մերձավոր արևելյան մեծ թնջուկին։ Տեսնենք թե ինչպես է կարգավորվում Ռուսաստանը։ Կառավարելի դարձնեն արևելյան Եվրոպայի սահմանագոտին, կառավարելի քաոսի համատեքստում, որպեսզի մերձավոր արևելքում է խնդիր։ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը սովոր չեն եւ ցանկություն չունեն անկառավարելի քաոսներ ստեղծելու։ Նրանք ունեն այսպիսի գիտական հիպոթեզ՝ կառավարելի քաոս։ Կառավարելի քաոսը նրանց քաղաքականության ամենաանկյունաքարային հանգամանքներից է, որը որ 100-ամյակով կարող է հեգեմոնիայով ապահովել արևմտյան քաղաքականությունը, որ ասում են բաժանիր եւ տիրիր։ Այո, Հռոմից է գալիս այդ սկզբունքը եւ եկեք չմոռանանք Հռոմը ինչպես կործանվեց։ Հռոմը չուներ թշնամի։ Հռոմը կործանեցին ստրուկները։ Ապստամբություններով հետաքրքիր։ Պարոն Սիմոնյան, հարցս ավելի հստակ ձևակերպեմ։ Իրան, Ամերիկա այդ ձեր խոսքով ասած տաք պատերազմի ֆոնին Ադրբեջանը ակտիվանում է։ Ադրբեջանը ակտիվանում է եւ սահմանը տաքացնում է, լարվածություն է լինում Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Սա ինչպես կբնութագրեք եւ այդ բնութագրիչները երբ փորձեք տալ, ալիևը ինչպիսի ռազմավարական սցենար է ընտրել։ Պատկերացրեք քաղաքակրթությունները, որոնք երիտասարդ են։ Ծնունդից հետո, երբ որ սկսում են բարձրանալ դեպի իրենց զարգացման ապոգեին գագաթին, սա ես Արնոլդ Թոյնբիի քաղաքակրթությունների ծնունդը եւ ոչնչացումն եմ նկարագրում։ Այդ բարձրանալու ընթացքում անդադ ընդարձակվում են։ Այս ընդարձակվելու հանգամանքը բնականon է։ Ընդարձակվում են թե գիտական մտքով, թե ֆինանսապես, թե քաղաքակրթական հանգամանքներով, թե մշակույթով, թե ֆիզիկա-աշխարհագրական տարածքներով։ Ադրբեջանը շարունակաբար ընդարձակվելու է։ Հիմա ով է մեղավոր, որ Հայաստանն է քարացած, այնպես ինչպես որ Արնոլդ Թոյնբին բնութագրում էր։ Նախ հասկանանք, Ադրբեջանը որ ընդարձակվում է եւ ընդարձակվելու է։ Այո։ Ով է դա երաշխավորում։ Ինքն իրեն է երաշխավորում, ինքը այդպես է աշխատում։ Ինքը կընդարձակվի այնքան հրահանգիչներ չունի Ալիևը։ Տեսեք, ոչ, արդեն ոչ։ Հիմա ինքը կընդարձակվի այն աստիճանի, միջև իր հարակից շրջակայքում գտնվող պետությունների ընդարձակման ուժը չկանգնեցնի իրեն։ Եթե չկանգնեցնող չլինի, կշարունակի ընդարձակվել։ Ոնց որ Չինգիզխանը ժամանակին, որ ասաց Պարսկաստանի նկատմամբ ռազմարշավի պարագայում 1 միլիոն պարսիկ է սպանում, ընդ որում բանագնացին գլխատելու պատճառով։ Եվ ասում է շարժվելու եմ արևմուտք այնքան ժամանակ, մինչև մի արևմտյան թագավոր իմ դեմը չառնի։ Մինչև Վիեննա դեմը չեն առնում։ Այդպիսի թակավորություն չի լինում, որ այդ ընդարձակման դեմն առնի։ Հիմա նրանք ընդարձակվում են, փուչիկը ոնց էս փչում։ Եթե փուչիկը տեղադրես բետոնե ինչ որ քառակուսի խորանարդի մեջ փչես, ինքը կհասնի պատերին, կկանգնի, չի փչվի։ Հիմա այդ բետոնի քառակուսի խորանարդը իր հարևաններն են, որոնք էլի ընդարձակվելով գալիս իրար կպնում են ու խոչընդոտ են հանդիսանում։ Հիմա դու չես խոչընդոտում։
Ինքը ընդարձակվելու է այնքան ինչքան կկարանա։ Այդ փուչիկը Ադրբեջանը ինքնուրույն է փչում, թե դրսի ուժերն են նաև օգնում։ Ոչ, պետությունները մի քանի մոտեցումներով են առաջ ընթանում։ Ուրեմն տիտղոսակիրը կարող է լինել անձ, որը իր ընտանիքին հատուկ կարգավիճակ է տալիս։ Սա կարող է մեն իշխանը լինել, կարող է բռնակալը լինել, ինչ տարբերություն։ Տիտղոսակիրը կարող է լինել ազնվականությունը, կարող է լինել ազնվականություն ընտրանու կարգավիճակով, կարող է լինել օլիգարխիա, թալանչիների խունտա։ Տիտղոսակիրը կարող է լինել ժողովուրդը։ Հիմա մենք ապրիորի տիտղոսակիրը ազգն է, ժողովուրդն է, հայ ժողովուրդն է, բայց ներկայիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է թալանչիների լծի տակ։ Մեր խորքային պետությունն է մեր խնդրեմը։ Բանկային մաֆիան, արտարժույթների, տատանումների եւ գնա բարձրացումների վրա հարստացողները։ Ադրբեջանում տիտղոսակիրը անձ է, որ ընտանիքին օժտել է այդ կարգավիճակով եւ այդ տիտղոսակիրը բռնապետը իր կարգավիճակից ելնելով այդ պետական կառույցին տալիս է ընդարձակվելու հնարավորություններ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը եթե չհասկանա, կամ լավ Հայաստանի Հանրապետությունը որպես ինստիտուտ, քաղաքական ինստիտուտ դնենք մի կողմ, Հայաստանի Հանրապետությունը քաղաքական ինստիտուտ է, որ ձեռքի գործիք կարող է ծառայել հայ ժողովրդի ձեռքում, բայց այդ ձեռքի գործիքը տվել են թալանչիների ձեռքը։ Հիմա հայ ժողովուրդը եթե հասկանա, որ ինքը լինելով տիտղոսակիր, եթե ուզում է գոյություն ունենա, ապա անընդհատ պետք է ընդարձակվի գաղափարապես, գաղափարախոսական առումով, ընդարձակվի մշակույթով, վերածննդի առումով։ Մեր մշակույթը հարուստ է, բայց մենք հայ ծնվում ենք հայանալու շեմին դադարում ենք հայանալ, որտեղ չենք ուսումնասիրում մեր ուսուցիչներին, չենք ուսումնասիրում ուսուցիչներ նկատի ունեմ Խորենացուն, Մխիթար Գոշին, Նարեկացուն, Անանյա Շիրակացուն, մեր պոետներին եւ այլ այն ամեն ինչ որ մեզ հայ է դարձնում, միայն հայը արյունով չի, հայը նաեւ մենթալ մակարդակով է, չէ՞։ Գտնվում ենք ինքնության ճգնաժամի հիմա այդ ընդարձակման process-ը չի կարող ֆիզիկա աշխարհագրական արտահայտություն չունենա։ Այսօր եթե մենք եթերների ընթացքում կանգնում ասում ենք Արցախի հայերի իրավունքները պետք է պաշտպանենք, Արցախի ֆիզիկա աշխարհագրական տարածքները նկատի ունենալով մեր նկատմամբ զայրացած են խոսում։ Բայց որ հետնել ասենք Նախիջևանի առումով էլ մենք պետք է պահանջատեր լինենք, առհասարակ հղում պետք է կատարենք առաջի հանրապետության ֆիզիկա աշխարհական տարածքներին, մեզ կսկսեն ծաղրել։ Ինչի մասին է խոսքը։ Թուրքը մի ժողովուրդ է, որ հավատացել է մի հիմար երազի։ Օսման առաջինը երազ էր տեսել, որ կիսալուսինը աշխարհը նվաճում է։ Առավոտյանը երազը պատմում է իր հպատակներին, ասում է մեր սիմվոլը որ սարքենք, կիսալուսին ամբողջ աշխարհը կգրավենք։ Հավատում են։ Փաստորեն երազախաֆ է եղել։ Չէ, չի եղել, արել են։ Հենց սարքել են կիսալուսին, հավատը Թուրքիան սարքեց Օսմանյան կայսրություն։ 3 աշխարհամասում միաժամանակ պատերազմ են մղել, հարգելի արեգ։ Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք, այդ մենք ենք անընդհատ խաբեությունների մեջ ապրում։ Դրա համար դուք ունեցել եք 360,000 քառակուսի կիլոմետր, դրա 10%-ը չեք տիրապետում ու մեզանից գոհ ապրում ենք, ասես Ֆրանսիայի կողքն ենք գտնվում։ Ու շատ հաճախ ցիտում ենք Տիգրան Մեծի ժամանակ ինչ է եղել, հետո մենք ոնց փոքրացանք ու այդ քառակուսիները ինչ հակառակ պրոգրեսիայով Ուրիշ մի բան ասեմ, այն մեծ հայքը, որով որ բոլորս հպարտանում ենք, չէ, 360,000 քառակուսի կիլոմետր։ Ուկրաինից փոքր է։ Դե իմացեք ձեր տեղը աշխարհին, վերադառնանք ու ձեր ամբիցիաների մակարդակը իմացեք։ Պարոն Սիմոնյան, Իսրայելի վաղեմի երազանքն է ոչնչացնել Իրանը։ Հիմա մտածում են, որ բարենպաստ ժամանակ է, կարող են Իրանը ներսից պայթեցնել։ Եվ ամեն ինչ այսօր անում է Ամերիկան իսրայելական լոբինգի ձեռքով եւ պատվերով ասեմ, հրահանգով ասեմ, որ հասցնեն քանդել Իրանը ներսից, որովհետեւ շատերը ասում են, որ Թրամփը նախագահության է եկել հենց սիոնիստական լոբինգի շնորհիվ։ Հիմա Ամերիկա-Իսրայել պլանավորում են ներսից քանդել Իրանը։ Հաջողվելու է նրանց։ Իհարկե։ Հաջողվելու է։ Իհարկե։
Իսկ դուք տեսել եք այն արսենալը, որ ունի Իրանը եւ ցուցադրում է։ Անձամբ չեմ տեսել, բայց մոտավորապես մի քանի նյութեր ծանոթ եմ։ Հիմա բացատրեմ ձեզ։ Ձեր ասած ներողություն, զուտ, որ Իրանը չունի միջուկային, Չէ, տեխնոլոգիապես հետ է Իրանը, սա մեկ, երկրորդը։ Մի քիչ ուրիշ բաղադրիչներ էլ պետք է մենք համեմատական վերցնենք։ Օրինակ, տեսեք, ես համարում եմ հակա-իսրայելականությունը Հայաստանում ինֆանտիլ դրսևորում։ Մանկական իրավիճակ, ինչու։ Սովորաբար հոգեվերլուծաբանները ասում են, մարդիկ վիրավորվում ու նեղանում են ունից, մտերիմից, չէ։ Այսինքն այդ ինչ կարգի մտերիմ ենք մենք համարում Իսրայելին, որ հիմա էլ են աստիճանի ենք նեղացած ինֆանտիլ կերպով, որ մեզ համարում ենք, որ ինքը ամբողջ աշխարհի չարիքն է։ Իրանք հրյա են, իրենք խոստում են տվել միայն իրենց տեսակին, իրենց սիոնիստական ուսմունքին ու իրենց տեսակի համար քաղաքականություն են անում, այն են անում, ինչ որ հարմար են գտնում։ գերտերությունները Մենք շարժելով։ չենք անում, բայց գերտերությունների հետ հարաբերություններ հարթելու հնարավորություն են ունեցել, չէ։ Ուրիշ մի բան էլ ասել, Ամերիկայի նման գերտերությանը վերցնել իրենց ձեռքը։ բա մենք ինչի չենք կարողանում։ Կարևոր հարց։ Ես պետք է տայի ձեզ պարոն Դե դրա համար ինչ որ մեկին ատելու փոխարեն ավելի լավ չի մենք սկսենք աշխատել։ Իմ խոսքի մեջ քավլիցի բնավ ատելության Մի ուրիշ բան ոչ ասեմ։ կոչ կար, ոչ քարոզ։ Հարգելի Արեգ, պատկերացրեք, հրյա ժողովուրդը իր պատմական բնորանում 2000 տարի չի ապրել։ Այո։ Ոնց է ստացվել 2000 տարի ցակու ցրիվ եղած ժողովուրդը մի օր որոշել է հետ վերադառնա ու աշխատել է այդ ուղղությամբ ու հետ է վերադարձել։ Իսկ մենք Ես չեմ խոսում պետականության մասին։ 15000-ից մարդկա ասում է 20, մարդկա ասում է 60000 տարի։ 40, պարոն Սիմոնյան։ 40000 տարի տարածաշրջանում ապրում ենք, Այո։ մեզ մեր բնորանից անընդհատ սեղմում են։ Այո։ Նրանք իրենց բնորանից քշված մի օր վերադարձան հետ, թափ տվեցին այդ տարածքը։ Հիմա անցյալ օրը ես ուղղակի բարի նախանձով նայում եմ նրանց կադրերը, նրանց սպայական անձնակազմը։ Դուք դեմքները տեսաք հրյա սպաների, մի հատ միացրեք, հələ տեսեք իրենց ցախալի գենշտաբը ոնց է աշխատում։ Մենք այդտենց սպաներ ունենայինք, Ադրբեջանը չէ, Թուրքիան թոզ ու դումանը դուրս կբերեինք։ Զուգահեռ մի հատ անցկացնենք։ Թրամփը երբ դե բոլորս հասկանում ենք, թե Թրամփը ինչ հաճելի էմոցիոնալ զեղումների մեջ է, բայց երբ եկավ իշխանության, ասաց, որ իմ նախագահության ժամանակ որևէ պատերազմ ես չեմ սկսել եւ չեմ էլ սկսելու։ Բայց իր նախագահության ընթացքում Ռուսաստանը հարձակվեց Դոնբասն ու Լուգանսկը անեքսիայի ենթարկեց եւ Ղրիմը վերցրեց։ Ամեն դեպքում նման արտահայտությամբ է եկել հանդես Թրամփը, ասեց իմ նախագահության ժամանակ չի եղել պատերազմ եւ ես չեմ սկսել եւ իմ նախագահության ժամանակ էլ հիմա չի լինելու։ Այնինչ Թրամփը միթե մտքափոխվել է, թե ընկել է որոշ իսրայելական ուժերի ազդեցության տակ, որ հիմա ամեն գնով ուզում են պառակտել Իրանը։ Նախորդ հարցը որ տվեցի ձեզ, ասացիք իհարկե կարող է, չէ, Իսրայելն ու Ամերիկան պառակտել ու հրթիռակոծել Իրանը։ Եթե կարող է, ինչու են տարիներ ձգում այդ կոնֆլիկտը, որովհետև նրանք ուզում են ոչնչացնել թշնամուն առանց մեկ զինվոր կորուստ տալու։ Դա է, հա, պատճառաբանությունը։ Այո, իրենց կորուստներն են ուզում նվազեցնել։ Հիմա Իրանը այնպես չի, որ անսխալական է։ Ինչ վնասներ է կրելու Ամերիկան եւ Իսրայելը, եթե օրինակ հարձակվի, Օրինակ, եթե հենց այս պայն հարձակվի անկանխատեսելի լինի բոլոր մանրուքները, բան, Իսրայելը ընդամենը 19000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետություն է։ Իրանը 1.600.000 քառակուսի կիլոմետրանոց 70 միլիոնանոց ազգաբնակչություն ունեցող պետություն է։ Սաուդյան Արաբիան Իրանի Իսլամական Հանրապետության հարևան պետություն է։ Ադրբեջանը հարևան պետություն է։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հարևան պետություն է։ Ինչ որ մի բան կարող են անել, չէ, որ անընդհատ խմորումներ են իրականացնում։ Սա խոշոր պետություն է, ամեն դեպքում եկեք չմոռանանք, որ սա Իրաքը չէ, որտեղ 2-3 միջկոնֆենսիոնալ հակադրություններ կան եւ էթնիկ փոքրամասնությունը շատ ահռելի մեծ քանակություն էր կազմում, այնտեղ սյունի եւ շիա մահմեդականների թվաքանակը գրեթե նույնքան է եւ քրդերի ազգաբնակչությունը գրեթե հավասար էր նրանցից յուրաքանչյուրին։ Այդ խճանակարի մեջ Իրաքը հնարավոր էր կոտրել մեջից, Սիրիան էլ ի թիվս դրանց։ Իրանը այդպիսի պետություն չի, նախ առաջին հերթին Իրանը 5 քաղաքակրթություն է։ Շարունակաբար նմանատիպ պետականացունց իրավիճակներ անցած, այնուհետև նորից էլի վերաճած, ինքն իրեն վերաճած,
Մեր նման են, իհարկե նրանք որակական կերպափոխում են ստանում նոր պետական կազմավորում ձևավորելիս, մենք չէ, մենք այնպեսին ինչպեսին կայինք վերածանվում ենք նորից, այնպեսին ինչպեսին կայինք, ուղղակի մեր տեսակը որ կարողանանք ընդարձակվող դարձնել, մեր նման ուժեղ, զորեղ գործոն մերձավոր արևելքում քիչ կլինի։ Հիմա Իրանի կարևոր խնդիրներից ռազմավարական գոնե մեկը նշեմ, դուք ինքներդ դատեք։ 1994 թվականի դրությամբ Հայաստանի հայոց բանակը եւ հայկական զինված ուժերը տիրապետում էին մոտավորապես միջև Հորադիզի կայարան ամբողջ այդ երկայնքով Քուր գետի ամբողջ երկայնքը ափամերձ հատվածը, դա եթե չեմ սխալվում 160 կիլոմետրից ավել է։ Այսինքն դրանով Ադրբեջանի շփման գիծը կիսով չափ կրճատված էր Իրանի հետ։ Իհարկե կարելի է ստուգել, թող անգամ եթե կիսով չափել չի մի քիչ ավելի քիչ մասով է, բայց շատ ահռելի քանակություն մեր զինված ուժերն էին վերահսկում։ Այդ տարիների ընթացքում մեկ գինովցած ճանճ Հայաստանի տիրապետած տարածքներից դեպի Իրանի Իսլամական Հանրապետության ուղղությամբ չթռավ։ Մինչդեռ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, երբ որ ադրբեջանա-թուրքական ուժերը ռուսական օժանդակությամբ ճեղքում էին առաջնագիծը եւ առաջ էին գնում, Իրանը ողջունում էր այդ քաղաքականությունը։ Հիմա դժվար չի հասկանալ, չէ, որ Իրանի կարևոր ախոյանները որ տարածքներից են սկսելու գրոհել հյուսիսից։ Դե դա էլ իր ռազմավարական խնդիրներ, ով է մեղավոր։ Թող չաներ։ Թող կանգներ ի վերջո հայկական զինված ուժերի կողքը, եթե տեսնում էր, որ օդային խնդիրներ կա, օդային օժանդակություն տար, ինֆորմացիոն օժանդակություններ տար եւ չողջուներ։ Այսինքն մենք միշտ ենք վճարում մեր ռազմավարական սխալների համար, սա միայն Իրանի հարցը չէ, մենք էլ ենք վճարել։ Մենք թանկ գին ենք վճարել։ Թուրքն էլ է վճարում իր ռազմավարական սխալների համար։ Հետո ինչ որ դուք չեք օգտվում իր ռազմավարական սխալներից։ Գիտեք ինչքան սխալ է արել։ Հենց հիմա ցեղասպանության հոդված է հավաքել Ալիևի իր ուսերին։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի փաթեթավորված նվեր է Ալիևի համար։ Ամբողջ քրեական հետապնդումները հետ կանչեց միջազգային քրեական դատարանից։ Հող նախապատրաստեցին, որ բան անեն, նորից էլի ագրեսիայի դիմեն։ Դուք պատկերացնում եք։ Ու հիմա ի՞նչն է հետ պահում Ալիևի նոր ագրեսիայից։ Աշխարհաքաղաքական իրավիճակը, ես քիչ ասեցի, երկու հանգամանք պետքա լինի հարմար։ Ռուսաստան-Ուկրաինա վիճակ։ Ոչ, աշխարհաքաղաքական նշանակում է գլոբալ իրավիճակ։ Կոնկրետ խոսենք, էլի։ Եվ տարածաշրջաններով խոսենք։ Ալիևին այսօր Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ է խանգարում, Ամերիկան է խանգարում։ Նայեք, աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ մտնում է եւ Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի Եվրոպայի հետ հանգամանքում, եւ չինական հանգամանքը, եւ հնդկական, եւ Միացյալ Նահանգների գործոնը, եւ Մերձավոր Արևելյան տիրույթը, ամբողջ աշխարհը։ Դա ով է բալանսի բերում։ Չկա այդպիսի մի ուժ, որ բալանսի բերի։ Ես քիչ առաջ ասեցի։ Բարձի թողի վիճակ է։ Այդ մարմինները իրար հպվում են։ Հպման ուժը այնքան շատ է, որ որոշակի այլ մարմիններ չեզոքանում են, այրվում գնում են։ Մյուսներն էլ իրենց ուժով կարողանում են հավասարակշռել։ Աշխարհը ընդդիմամարտության մեջ է կանգնած հիմա։ Միջազգային կարգ չկա, որ ներդաշնակի ամբողջ համաշխարհային իրավիճակը դուք չեք տեսնում ազգերի տարածքային ամբողջականությունն է խախտվում, ժողովուրդների բնական իրավունքներն են խախտվում, որ մի աշխարհակարգում հնարավոր կլիներ ժողովուրդների բնական իրավունքները խախտել կամ տարածքային ամբողջականության հիմնահարցը խախտել, եթե աշխարհակարգը գոյություն ունենար եւ ստաբիլ կարգավորել ամբողջ աշխարհը։ Նշանակում է պատերազմ է գնում, չէ, ամբողջ աշխարհում։ Հիմա այդ գլոբալ ընդդիմամարտության դասավորվածքը ազդում է Ալիևի ժամանակի, պատեհ ժամանակի ընտրության վրա եւ դրան զուգահեռ ռեգիոնալ դասավորվածքն է ազդում Ալիևի համար պատեհ ժամանակ որսալու համար։ Սա է պատճառը, որ նա ձգձգման քաղաքականություն է իրականացնում։ Բայց համարցակվելու է Ալիևը։ Իսկ ինչի պետքա չհամարցակվի։ Որ առավելևս պատրաստվում է նման շուքով։ Ինչի պետքա չհամարցակվի։ Պարոն Սիմոնյան, Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, կրակում է Հայաստանի սահմանների ուղղությամբ անկան բնակավայրերին, Ռուսաստանից հնչում են տարատեսակ կոչեր զսպվածություն ցուցաբերելու։ Ասում է, որ քայլեր ձեռնարկել, որ երկու կողմերը զսպվածություն ցուցաբերեն, խուսափեն իրավիճակի սահման բարդություններից, Կրեմլի խոսնակներից մեկը մի կին
Սա ինչպես կբացատրեք, որ միթե Ռուսաստանը չգիտի այդ Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության հեղինակը ով է։ Սա ինչ խաղ է։ Դե պարզ է, չէ՞ որ գիտի։ Իսկ ինչու է կողմերին լարվածությունը հանդարտեցնելու կոչեր անում։ Որովհետև Ռուսաստանը կայսրություն է եւ կայսրության տրամաբանությամբ է առաջ շարժվում։ Կայսրությունների համար ինքնիշխան սուբյեկտներ գոյություն չունեն տարածաշրջանում։ Ինքը զբաղեցնելու է այս կամ այն կողմի դիրքորոշումը, որպեսզի ջարդի մյուսին եւ այնուհետեւ փոխի դիրքը, որպեսզի ջարդի այն մյուսին, որպեսզի երկուսն է սուբյեկտայնությունից ընկնեն եւ ընկնեն կախման տակ։ Սա կայսրությունների դասական մոտեցումն է։ Հիմա ինչի Թուրքիը այդպես չի խաղում։ Թուրքի համար հարցը փակ է։ Թուրքն ասում է հայ պետք չլինի։ Ռուսն ասում է նույն բանն են, էլի հայ, վրացի, ադրբեջանցի, ինչ տարբերություն լինի, չլինի, սա պետքա գան մտնեն մեր կայսրության տակ։ Դրա համար ինքը կխաղա։ Երկու ուղղությամբ էլ, երեք ուղղությամբ էլ եւ այլն։ Թուրքն ասում է, չէ, կողմնակալ է, նա էլ է կայսերական մոտեցումներով առաջնորդվում, բայց ասում է, չէ, Ադրբեջանի միանշանակ հաղթանակն է գնալու, հաղթել հիպոթեզով է առաջ շարժվում, ընդդեմ հայկական տարի, որտեղ հայկական տարի հարցը փակ են նրանց համար։ Նրանք երբևիցե հայկական հարցի ցեղասպան մոտեցումը չէին սպասարկի, եթե ռազմավարական որոշում կայացված չլիներ հանրապետական Թուրքիայում, փակել ընդմիշտ հայկական հարցը հայերի չգոյության մեթոդով։ Եւ սա ընդ որում թուրքական քաղաքականության մեթոդն է։ Նրանք որ ասում են 0 հարց հայերի հետ, նշանակում է 0 հայ։ Չկա հայ, չկա հայկական հարց։ Երբ որ Դավութ Օղլուն ասում էր 0 խնդիր հարևանների հետ, ենթատեքստում պետք է պատկերացնենք չկա հարևան։ Չկան հարևաններ, չկան խնդիրներ։ Դրանից հետո ծագեց չէ հունական կղզիների հետ հանգամանքը, դրանից հետո ծագեց վրացական, հայկական ուղղությունների, դրանից հետո ծագեց Իրաքի եւ Սիրիայի նկատմամբ իրողությունները եւ այլն։ Մարդիկ երբ որ կասեն Վրաստանի հետ ինչ է կապված, հիմա Վրաստանը այնքան համապարփակ է սերտաճած թուրքական զինված ուժերի պլաններում, որ թե ֆինանսական միջոցներով, թե նյութական կապիտալի մեթոդով, դե պաշտպանական անվտանգային համակարգով խորը եւ համապարփակ մերձեցած է Վրաստանը Թուրքիային։ Եվ այս հանգամանքները կայսերական մոտեցումներով է։ Հիմա դուք գտնվում եք մի տարածաշրջանում, որտեղ պատմականորեն 3 կայսրություններ են ձևավորված. Ռուսաստան, Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։ Հիմա կամ դուք էլ պետք է կայսերական ամբիցիաներ ունենաք, կամ պետք է դառնաք կցորդ։ Պարոն Սիմոնյան, ինչպես է Ալիևին հաջողվում կարողանալ օգտագործել Արևմուտքի եւ Ռուսաստանի հակասությունները իր շահերի համար։ Այստեղ այլ հարց պետք է տայիք, պետք է ասեիք մենք քիչ ենք, ախր ոնց կայսերական մոտեցումներով գնանք, բայց դուք Ալիևի ուղղությամբ տարակ հարցը։ Չէ, մենք քիչ ենք, բայց մեր հոգում ունենք այն ոգեղենությունը, դա քիչ է։ Ես հիմա այդ հարցին էլ կպատասխանեմ, իմ բարձրացած հարցին էլ կպատասխանեմ, ձեր տված հարցի վերաբերյալ։ Ադրբեջանը նույնն է բոլոր 3 իմպերիաներին։ Նրանք թաթարական ծագում ունեն, դրանով նույնն են թուրքերին, նրանք շիա մահմեդական են, դրանով նման են պարսիկներին, նրանք չեկիստական վերնախավ ունեն, դրանով նման են ռուսներին։ Մենք ուրիշ ենք։ Հիմա վերադառնանք իմ բարձրացած հային։ Մենք քիչ ենք, ինչպես կարող ենք կայսերական ամբիցիաներ ունենալ։ Քիչ ենք, ով է մեղավոր։ Քիչ ենք ինչով։ Ազգաբնակչությամբ։ Հիմա ազգաբնակչության թեմանն ենք։ 100 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում ապրում էր 14 միլիոն մարդ։ 14 միլիոն մարդ։ Ամենակոպիտ եւ կոշտ հաշվարկներով, որոնցից 2 միլիոնը հայեր էին։ 1,5 միլիոնին սպանեցին, 500,000-ը ցակուցերի եղավ։ Որոշ հատվածներ, եթե մտածենք, որ մի կես միլիոն է թուրքացավ, քրդացավ եւ մնացին 3 միլիոն հայեր ապրում այնտեղ։ Օսմանյան կայսրության տարածքում։ Մի այդքան էլ հույն էր ապրում։ Մի այդքան էլ քուրդ էր ապրում։ Ձեզ արեց 9 միլիոն։ 1 միլիոն էլ ապրում էին ազգային այլ փոքրամասնություններ, հրյաներ, զազաներ, թալիշներ եւ այլն, հազարումի ժողովուրդներ, արաբներ։ Ստացվեց 4 միլիոն թուրք կար։ Որ տանեինք գենետիկ անալիզ տային այդ 4 միլիոն թուրքը, երբ իսկի 400,000 թուրք չէիք գտնի։ Այդ ոնց է ստացվում, որ 100 տարվա ընթացքում նրանք կարողանում են հասնել 86 միլիոնի, որոնցից 40 միլիոնը քուրդ է։ Ես վստահ եմ 20 միլիոնը թուրքացած քրդացած հայեր են։ Տակը մնաց էլի 40 միլիոն։ 10 միլիոնը
մնացածն 30 միլիոն մնաց թուրքական տար որպես այդպեսին։ Մեկ առ մեկ գնանք Ադրբեջանի ազգաբնակչությունը հաշվենք, հաստատ 10 միլիոն մարդ այնտեղ չկա։ 6-ից 7 միլիոն են։ Բայց բոլորս գիտենք, որ 10-11 միլիոն են։ Հիմա դուք էլ կարաք երկու ճամբարով ավելացնել թվականակը ձեր ամբիցիաները սպասարկելու համար։ Առաջինը վիրտուալ տարածությունը լրացնելով, վիրտուալ տարածությունը ինչպես են լրացնում։ Ոչ պատշաճ եւ ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրելով ազգի թվականակի վերաբերյալ։ Իսկ դուք այսօր ամեն անգամ լրատվամիջոցներով ասում եք, այսօր Երևանում ծնվեց 100 երեխա, 50 տղա, 50 աղջիկ։ Սա ռազմավարական նշանակություն տեղեկատվություն է։ Դուք ինչ իրավունք ունեք այդ ինֆորմացիան տալիս եք։ Այս տարի Հայաստանի հանրակրթական դպրոցները ավարտեցին 50,000 աշակերտ, որից 20,000-ը գնաց զինված ուժեր, 30,000 ընդունվեցին բուհեր։ Դուք հասկանում եք առհասարակ ինչ ինֆորմացիա եք տալիս։ Այդ ինֆորմացիաները բաց աղբյուրներում չի կարելի դրված է, բացի հայտարարելը։ Չի կարելի, դա ռազմավարական նշանակության տեղեկատվություն է։ Դա չի կարելի արտահայտել, ասել։ Դա ուրիշ բան։ Պետք է կատեգորիկ արգելել։ Վիրտուալ տարածությունում կարող եք գրավել, չէ՞։ Վերջին 30-40 տարում ասում են ամբողջ աշխարհում 10 միլիոն հայ կա։ Աճներս կանգնել, 40 տարիա 10 միլիոն եք։ Ոնց կարա տենց բան լինի։ 91 թվականին էլ եմ լսել, որ աշխարհում 10 միլիոն հայ կա։ 2000 թվականին էլ եմ լսել, որ աշխարհում 10 միլիոն հայ կա։ 2026 թվականն 10 միլիոն հայ կա։ 90-ականներին ես լսել եմ եւ նույնիսկ երգ կար։ 10 միլիոն։ Այո։ Այսինքն որն է խնդիրը, որևէ պրոգրես, որ դուք նախ սկսենք ընդեղից, որ այդ թիվը ոչ մեկ չի հաշվել, ոչ մեկ չգիտի, չէ։ Իսկ եթե դա օդից վերցրած թիվ է, այդ օդից վերցրած թիվը ինչի՞ չի մեծանում։ Էլի օդից վերցրած թվով։ Սա նշանակում է վիրտուալ տարածությունը գրավել։ Վիրտուալ տարածությունը գրավել։ Հիմա վիրտուալ տարածությունը իր արտահայտությունը պետք է տենա գետնի վրա։ Երկու ճանապարհ կա՝ բնական աճ եւ ներգաղթ։ Ինչի՞ չեք կազմակերպում։ Բնական աճը չեք կազմակերպում, որտեղ երկիրը թալանչիների ձեռքն է։ Սոցիալ-տնտեսական իրավիճակը այնպիսի կացության մեջ են դրել, որ մարդիկ չեն ուզում 2 երեխայից ավել երեխա ունենան։ Ներգաղթն էլ չի ստացվում, որովհետև կրկին թալանչիների ձեռքն է երկիրը։ Նշանակում է մեր ամբողջ խնդրը հայի տականքն է։ Այնինչ շատ լավ ստացվում է արտագաղթը, պարոն Սիմոնյան։ Դա նշանակում է մեր ամբողջ խնդրը հայի տականքն է։ Այո։ Ոչ թե մեր հարևանները, ոչ թե թուրքը, ոչ թե ռուսը, ոչ թե պարսիկը, ոչ թե հրեան, անդադ հրեաներից եք խոսում։ Դուք հայի տականքից խոսացեք։ Սա է մեր խնդրը։ Հրեաները 2000 տարի առաջ Սիրակի ավետարան են գրել, որը ամբողջությամբ բանկային համակարգի մասին է։ Մենք ինչ ենք արել։ Մենք նարեկացի ունենք։ Նարեկացի քանի հոգի մարդակարդում այսօր Հայաստանում։ Կարևորը բարձի տակ են դնում, պարոն Սիմոնյան։ Իսկ նարեկացին սովորացնում է հայը ով է։ Հայը չընկճովողն է, չհուսալքվողն է։ Պարոն Սիմոնյան, եկեք մի հատ նորից փորձենք հասկանալ։ Ադրբեջանական կողմը շատ լավ գիտակցում է, թե ինչ խնդիր է դրել եւ ինչպես է ուզում այդ իր խնդրին հասնել։ Պայմանագիր է, այսպես ասած, խաղարկում եւ փորձում է այդ պայմանագրով նոր աղետ ստեղծել տարածաշրջանում, որպիսի ինքը դուրս գա որպես քաղաքակիրթ երկիր Հայաստանը վերցնի հարցակվողի սադրիչի պիտակը։ Մեզ ինչ է մնում պետական մակարդակով անելու։ Նախ պետությունը պետք է կարողանա կառուցակարգել, իսկ պետությունը առանց ռազմավարական ընտրանու չեք կարող։ Չեն գիտակցում դա։ Գիտակցում ենք, մարդիկը գիտակցում են, մարդիկ այլընտրանք են փնտրում, բայց այլընտրանքին սկսել են վարկաբեկել։ Այլընտրանքին հիմա մարդը մտնում է Facebook կարդում է, ասում է օթիակը որոշել է, որ Գուրգեն Սիմոնյանը պետք է նշանակվի փոխվարչապետ։ Մարդիկ ասում են, հա, փաստորեն ինքն էլ էր, հա, պրոյեկտ։ Մարդիկ ինչ անեն։ Մարդիկ մի քիչ մեդիա գրագետ պետքա լինեն, որ տեսնում են այնտեղ Անագի որդի Գրիգորիս, դա նշանակում է հենց ինքը չի։ Ինքը 2000 տարի առաջ մահացել է, 1700 տարի առաջ։ Այդ նշանակում է, որ ինչ որ մի հատ սափրագլուխ նստած իր սենյակում կեղծանունը ընտրելա, ինչ որ հեքիաթներ է գրում, չէ՞։ Մարդիկ պետք է հետա հայաց լինեն։ Եթե նոր ուժ է կայանում, նոր մարդ է, ինձ ասում են ինչ էի կանում 88 թվականի հանրահավաքների ժամանակ։ Մանկապարտեզ էի գնում։ Այս ժամանակ 3 տարեկան էիք, չէ՞։
85 թիվ եմ ես։ Մանկապարտեզ էի գնում, ինչ պետք է անեի։ Ինձ մեղադրում են, որ 76 թվականի ամբողջության համար խորհրդային միության արշավներին չեմ մասնակցել։ Կներեք, ծնված չեմ եղել։ Նոր ենք, ես շուտով հեսա 40 տարեկան կդառնամ։ Իմ ժամանակը նոր է եկել, սիրելիներ։ Այնինչ ռետրոսպեկտիվ մեղադրանքներ պետք չի հնչեցնել։ Ինձ ասում են ուր էիք 2010 թվականին։ Ուսանող էի։ Կրթություն էի ստանում, որ այսօր այլընտրանք դառնամ ձեզ համար։ Կրթություն էի ստանում։ Զինված ուժերում էի ծառայում։ Մի խոսքով, մարդիկ պետք է կարողանան ուշադիր լինեն, այս մանիպուլյացիաներին չտրվեն, այլընտրանքներին փորձում են վարկաբեկել, որպեսզի երկիրը շարունակի մնալ կոռումպացված թալանչիների ձեռքը, պոպուլիստների ձեռքը, որոնք ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չպլստալու վրա եկան իշխանություն, բայց բոլոր մկներն ու ձկները պլստացին։ Տարածքային կորուստների մասին չեմ խոսում, պարոն Դե դա խայտարակություն է առհասարակ։ Դրա մասին իսկի չենք է կարա մտածել։ Մարդկային կորուստների մասին չեմ խոսում, դուք Մենք դրա մասին չենք էլ կարա մտածել, մեր ուղեղում չէր տեղավորվում, որ ինչ որ մեկը կարող է այդ ուղղությամբ տանի երկիրը։ Մենք հայ ժողովուրդը որ ոտքի կանգնեց, վեր կացավ արդարության վերականգնման խնդիր էր լուծում։ Ում մտքով կանցներ, բայց արի ու տես։ Հիմա այդ պատերազմները մեր ժողովրդին ինչ դարձրին։ Մենք գիտակցականի վրա ազդեց դա ավելի հզոր դարձրեց։ Ինչու, որովհետև այն ինչ որ չի սպանում ձեզ, մի օր հզորացնել է, սա Զիգմունդ Ֆրեյդի բերած մոտեցումն է, այն ինչ ձեզ չի սպանում, հզորացնում է։ Պատերազմը ձեզ չի սպանել, չէ՞, մենք կանք։ Նշանակում է պետք է դուրս գանք ավելի զորեղ։ Մենք այս ամեն ինչից ավելի լավն ենք դուրս գալու։ Ավելի կոփված։ Ինչպես պարոն Սիմոնյան, ինչպես ամենակարևոր հարցը, ամենակարծր քիմիական նյութն է, միներալն է ամբողջ աշխարհում, սարսափելի ահռելի ճնշումների վերջնարդյունքում է դառնում ալմաստ։ Մենք էլ ենք ալմաստ դառնալու ճանապարհին։ Դա ոչ թե կոտրվելու հանգամանք է, թեպետ եւ Համոսահյանն ասում էր մեր պտուղը դառն է, որովհետեւ այդ Բոստանի մեջ այնքան են անցել, դարձել եւ ոտնակոխ արել, որ պտուղը դառն է դարձել, բայց դա չի նշանակում, որ գենետիկ մակարդակում պտուղը դառը պետք է լիներ։ Մի օր կսկսի քաղցրահամը գալը։ Բայց դրա համար պետք է հավատներս չկորցնենք, պայքարենք եւ այլընտրանքներին թույլ չտանք, որպեսի այպանեն։ Դուք հիմա ուշադիր կդառնաք, որ անգամ մեր այս հարցազրույցի ենթատեքստում ինչքան իրավիճակը ճոճող, զրպարտող, զազրախոս լափառոշներ կհայտնվեն վարձու։ Հոգիները սատանային վաճառած։ Պետք է թույլ չտանք։ Ամբողջ ազգով եկեք խոսենք բարոյական արժեքներից եւ ճղճիմ երևույթներից զերծ մնանք հնարավորինս չկեղտոտվելու համար, պարոն Սիմոնյան։ Հայ ժողովուրդը, Հայաստան աշխարհը երբ է վերածնվելու։ Բազմիցս վերածնվել է, բայց դրանից ինչ։ Եթե մենք չենք գնահատում այն անգին գանձը, որը ունենք, հայկական պետականությունը, նոր ուժով, նոր փիլիսոփայությամբ, նոր գաղափարախոսությամբ, որը կհանի հայի այն արիական ոգեղենությունը։ Ես չեմ հավատում, որ դա երկնքից մանանայի նման թափվելու է, ու մենք առավոտյան վեր կանալու ենք, զարթնելու ենք ու տեսնենք, որ վայ, դարձավ այդպես։ Այլապես այն օրերի միջով, որ մենք անցնում ենք, սա քայլ առ քայլ պետք է լինի։ Առաջի քայլը ես ասում եմ որն է։ Մարդիկ պետք է քաղաքականապես գրագիտանան, ճանապարհ հարթեն այլընտրանքներին, գնան ընտրությունների, որպեսզի բոլոր տեսակի կեղծիքները տեսակարար կշռով քիչ լինեն։ Հիմա եթե զանգվածային ընտրություններին գնանք մասնակցենք, սիրելի քաղաքացիներ, վարչական ռեսուրսը, որը ենթադրենք 100,000 է, 600,000 մասնակցածների դեպքում տեսեք քանի տոկոս է լինում։ 2 միլիոն մասնակցածների դեպքում տեսեք քանի տոկոս է լինում։ Ստացվում է վարչական ռեսուրսը դուք նվազեցրեցիք։ Մյուսը կաշառքով գնել է 100,000-ի 200,000 հոգու ձայն։ Եթե ընտրություններին մասնակցի 400,000, կես միլիոն մարդ, տեսեք դրանց տոկոսը ինչքան կկազմի այդտեղ։ Բայց եթե ընտրություններին մասնակցի 2 միլիոն մարդ, տեսեք տոկոսը ինչքան կկազմի։ 2 միլիոն մարդ մասնակցի այդտեղ, տեսեք տոկոսը ինչքան կկազմի։ Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա
Յուրաքանչյուրդ իմացեք, որ առանց ձեզ Հայաստանը կփլվի։ Հայաստանը փրկելու ժամանակ կա այսօր։ Բայց ժամանակը ստացել ենք, չէ՞։ Հիմա չտեսնենք, որ այդ ժամանակը ունենք։ Մեր օգտին է այդ հետ հաշվարկը։ Եթե գործենք, այո, եթե ոչ, ապա ոչ։ Գործել գործն է ծնում ուժ, ուժն է ծնում իրավունք։ Ինչ պետք է անենք եւ ինչով պետք է պայքարենք այն զենքերի դեմ, որ Ադրբեջանը ուղղել է մեր դեմ։ Համանման ավելի լավ զենքերի միջոցով։ Կարող ենք։ Իհարկե։ Կարող ենք եւ գնել, եւ ստեղծել։ Վերջին 4-5 տարում որը բանսարկություն ենք հիմա անում, ավելի լավ է զենք ստեղծենք։ Էլի ստեղծարարություն է բանսարկությունը, բայց եթե մենք ուղղորդենք այդ ստեղծարարությունը կառուցողական հուն, զենք կստեղծենք։ Տնտեսությունը կառողջացնենք, տեխնոլոգիաներ կստեղծենք։ Շինծու մարդկանց նկատմամբ ինչ որ բաներ ստեղծելու փոխարեն եկեք լավ բան ստեղծենք։ Միևնույնն է, մենք ստեղծագործելու մեջ լավ ենք։ Ուղղորդենք կառուցողական հուն, ու դուք տեսեք Ադրբեջանի միջոցները ոնց է չեզոքանում։ Որպես կանխատեսող քաղաքագետ 2025 թվականի գարունը ինչպիսի Հայաստան է խոստանում։ Գարունը ոչ մի բան չի խոստանում, գարունը գալիս է, որից մենք կարանք օգտվենք։ Շատ լավ գարուն է այն։ Գարունը ինչով է ընդգծվելու։ Ջրառատ գարուն է, ու ցուրտ չի, մենք շատ լավ պտուղներ կունենան։ Արևը քիչ, չէ, շատ ջերմ է։ Ես օրինակ հաճույք եմ ստանում, գեղեցիկ գարուն է։ Ընդ որում ձմեռն էլ էր ոնց որ հատուկ պատվերով։ Այո։ Ամբողջ ձմեռը ձյուն չեկավ, վերջում այնքան ձյուն եկավ, ինչքան ամենաձնարար ձմեռներն էր գալիս, 2-3 օր տևեց, սարերը լցվեցին, հայերի բախտը անգամը տեղ է բերել։ Ռոռոկման հարցերն էլ լուծվեց։ Ամեն ինչ լուծվել է։ Հիմա մենք էս աստվածատուր ժամանակը, եղանակային պայմանները, սեզոնը իրար, որ էլի լավն ենք մենք առհասարակ, մենք խորքի մեջ շատ լավն ենք։ Կսկսենք վայելելու երկիր կառուցել, թե սկսել ենք իրար ոտի տակ քանդել, հետո մի օր կտեսնենք, որ ասքյարը մտել է մեր 30 տարի, 40 տարի, 100 տարի արած դրացի վրա, ինչ ասես անում է, ոնց որ Շուշիում արեցին։ Եկեք իրարով հաճույք ստանանք, համախմբվենք, ուժեղ Հայաստան կառուցենք։ Այդ շնորհքը ունեք, սիրելի ժողովուրդ։ Ես վստահ եմ, որ ունենք։ Եկեք համախմբվենք, ուսուսի տանք, նորմալ երկիր կառուցենք։ Մենք արժանի ենք դրան, ամոթ է։ Բարձրյալը լավ աչքով է նայում մեզ։ Բարձրյալը մեզ սիրում է, որ մենք միջև այսօր այսքան հիմարություններից հետո կանք։ Դեռ սիրում է։ Ուղղակի պետք է մենք իրան պաշտենք, ինքն է մեզ պաշտում։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, որ եկաք եւ ձեր վերլուծությունները ներկայացրեցիք։ Շնորհակալություն, սիրով։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը, զրուցում էի Հայաստանի Շնորհապետական Կուսակցության հիմնադիր նախագահ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհին։